Գյումրու քարե տներից մեկի խոհանոցում ուշ գիշեր էր, և լռությունը թանձր էր ու ծանր, ինչպես սպասում է։ Սեղանին դրված էր կիսատ մնացած ընթրիքը, լավաշի չորացող կտորներ, մի կտոր լոռի պանիր և սուրճի սառած բաժակը, որին Արմինեն այդպես էլ չէր կպել։ 28 տարեկան երիտասարդ կինը, գեղեցիկ, բայց հոգնած ու տխուր աչքերով, ձեռքին սեղմած պահում էր հին սմարթֆոնը, որի էկրանը միակ լույսն էր խավար սենյակում։ Էկրանին տեսազանքի անորակ պատկերի մեջ երևում էր նրա ամուսինը՝ Լևոնը, 30 տարեկան, ժամանակին կենսորախ ու ուժեղ, իսկ հիմա ստվերների մեջ կորած, խուսափողական հայացքով մի տղամարդ։ Նրա հետևում անծանոթ, մութ պատեր, որն ավելի էր խորացնում նրանց միջև ընկած հազարավոր կիլոմետրերի սառնությունը։ Լևոն էլի նույն պատասխանը՝ երգ, ասա մի կոնկրետ օր, մի ամիս։ Երեխեն ամեն օր պապա է ասում, նկարի թե խոսում։ Ինչ ասեմ էս երեխուն, երբ հարցնում է, թե պապան ինչու չի գալիս իրեն տեսնելու։ Արմինեի ձայնը դողում էր, յուրաքանչյուր բառի մեջ կարոտի ու հուսահատության մի ամբողջ տարվա դառնություն կար։ Լևոնը հոգոց հանեց, նրա խոսքը հոգնած էր ու մի տեսակ օտար։ Արմին ջան, հոգնել եմ էս ամենօրյա հարցերից, ասի չէ, գործերը լավ չեն, քիչ էլ համբերի, փողը ուղարկում եմ, էլ ինչ ես ուզում։ Արմինեի աչքերը լցվեցին արցունքով, որոնք նա համառորեն հետ էր մղում։ Փողը։ Ես քեզ եմ ուզում, Լևոն, մեր տունն եմ ուզում, մեր ընտանիքը։ Քո ուղարկած փողը սիրտս չի տաքացնում, երբ դու գիշերները զանգերիս չես պատասխանում։ Որտե՞ղ ես հիմա, էդ ինչ ձայներ են հետևումդ։ Հենց այդ պահին Լևոնի հետևից լսվեց կնուջ բարձր ծիծաղի կարճ ձայն, որին անմիջապես հետևեց երեխայի լացը։ Լևոնը խուճապահար շտապեց անջատել միկրոֆոնը, բայց արդեն ուշ էր, Արմինեն լսել էր։ Նրա դեմքը քարացավ, շնչառությունը կանգ առավ, իսկ սիրտը կարծես մի պահ դադարեց բաբախել։ Ո՞վ էր դա Լևոն։ Աստված իմ, մի ասա թե… Շշնջաց նա, բայց նրա մտքում արդեն ամենասարսափելի պատկերներն էին գծվում։ Հարևաններն են Արմին, հարևանները, հանրակացարան է, ինչ ես կարծում, պալատներում եմ ապրում։ Վսյո, պիտի գնամ, առավոտ շուտ գործի եմ։ Լևոնի ձայնը նյարդային էր ու կտրուկ։ Սպասիր, ես քեզ սիրում եմ, հուսահատ փորձարեց Արմինեն։ Լևոնը մի վայրկյան լռեց, նրա դեմքին ցավի ու մեղքի զգացման խառնուրդ երևաց, հետո անջատեց զանգը։ Մթնած էկրանը դարձավ հայելի, որի մեջ Արմինեն տեսավ իր կոտրված դեմքը։ Մի արցունք գլորվեց նրա այտով և կաթեց հեռախոսի վրա, վերջնականապես ջնջելով իրենց երջանկության վերջին պատրանքը։ Ջան ընկերներ, եթե հավանում եք այսպիսի ընտանեկան պատմություններ, բաժանորդագրվեք մեր ալիքին և սեղմեք զանգակը, որպեսզի բաց չթողնեք այս դրամայի անսպասելի շարունակությունը։ Իսկ դուք որտեղից եք մեզ դիտում, Գյումրիից, թե Երևանից, գրեք մեկնաբանություններում, մեզ համար շատ հետաքրքիր է իմանալ։ Խոհանոցի դուռը զգույշ ջռաց, և ներս մտավ Մարիամը, Լևոնի մայրը։ 55 տարեկան, սև շորեր հագած, բարի, բայց կյանքի դժվարություններից տանջված դեմքով կինը անմիջապես հասկացավ ամեն ինչ։ Նա տեսավ հարսի կարմրած աչքերը և սեղանին մնացած անխնամ ընթրիքը։ Աղջիկ ջան, էլի կռվեցիք, լսում էի սենյակիցս։ Ինչ է ասում իմ անխելք տղան։ Նրա ձայնը փափուկ էր, բայց լի անհանգստությամբ։ Արմինեն արագ սրբեց արցունքները, փորձելով ուժեղ երևալ։ Ոչինչ, մայրիկ ջան, ասում է գործերը շատ են, հոգնած է, ամեն ինչ նորմալ է։ Սուտը դառն էր նրա լեզվին, բայց նա չէր ուզում ավելի վշտացնել սկեսրոջը, որն իր որդու համար աշխարհում ամեն ինչից շատ էր անհանգստանում։ Մարիամը մոտեցավ, նստեց կողքին և գրկեց հարսի փխրուն ուսերը։ Նա գիտեր, որ Արմինեն չի ասում ճշմարտությունը, բայց նաև գիտեր, որ հայկինը պետք է համբերատար լինի և պահի ընտանիքի պատիվը։ Հավատում եմ, բալա ջան, հավատում եմ, բայց այդ Մոսկվան օձի բույն է, տղամարդուն փոխում է, խելքը գլխից տանում է։ Աղոթք կար աղջիկս, Աստված մեծ է, կօգնի, ճիշտ ճանապարհը ցույց կտա մեր Լևոնին։ Արմինեն գլխով արեց, բայց նրա հայացքը կանգ առավ պատին փակցված իրենց հարսանեկան մեծ նկարի վրա։ Այնտեղ նրանք երկուսով էին, երիտասարդ, երջանիկ, լի սիրով ու հույսերով։ Լևոնի ժպիտն այնքան անկեղծ էր, իսկ իր աչքերը փայլում էին ապագայի հանդեպ հավատով։ Այդ ժպիտն այժմ թվում էր անհասանելի հեռավոր մի հիշողություն։ Նա նայեց այդ նկարին, հետո նայեց հեռախոսի սև էկրանին։ Եվ նրա մեջ ինչ-որ բան կոտրվեց ու միևնույն ժամանակ պայթեց։ Համբերության բաժակը լցվել էր։ Նրա արցունքները չորացան, իսկ հայացքում հուսահատությանը փոխարինելու եկավ սառը մի վճռականություն։ Արմինեի սպասումն ավարտվել էր։ Այժմ պատասխանների ժամանակն էր, որքան էլ դրանք դառը լինեին։ Միակողմանի տոմսի գինը նա դեռ պիտի իմանար։ Այդ հարսանեկան լուսանկարը, պատին փակցված, դարձավ միակ կամուրջը տանջալի ներկայի և երջանիկ անցյալի միջև։
3 տարի առաջ այս նույն տունը թնդում էր ուրախության ձայներից։ Գյոմրվա սովորույթի համաձայն Լևոնի և Արմինեի նշանադրության սեղանները ճոխ էին ու հառատ, զարդարված տնական դոլմայի բուրավետ ամաններով, քյուֆթայի սկուտեղներով և զանազան կանաչեղենով։ Հյուրասենյակը, որի պատերին կախված էին տատից մնացած ձեռագործ գորգերը, լեփլեցուն էր հարազատներով ու բարեկամներով։ Այդ օրը Լևոնը, երիտասարդ ու խոստումնալից, ձեռքին օղու-բաժակը, կանգնել էր բոլորի առաջ և հպարտ հայացքով նայել իր ամաչկոտ, բայց անսահման գեղեցիկ հարսնացուին։ «Ուզում եմ բաժակ բարձրացնել իմ ապագա կնոջ, իմ Արմինեի կենացը։ Խոստանում եմ բոլորիդ առաջ, որ նրան աշխարհի ամենաերջանիկ կինը կդարձնեմ։ Մեր տունը միշտ լի կլինի ծիծաղով ու սիրով»։ Նրա ձայնը հզոր էր ու վստահ։ Բոլորը ծափահարում էին, իսկ Մարիամը արցունքոտ աչքերով մոտեցել էր ու համբուրել երկուսի ճակատը, շշնջալով իր մայրական օրհնանքը. «Աստված ձեզ պահապան, Բալեկ ջան, մի բարձի ծերանաք»։ Այդ օրը նրանց կողքին էր նաև Արամը, Լևոնի մանկության ընկերը, կենսուրախ ու բարի մի տղա, ով ամուր գրկել էր ընկերոջը և ասել. «Ախպերս, շնորհավորում եմ, քո երջանկությունը իմն է, եթե մի բան պետք լինի, գիտես միշտ կողքիդ եմ, ինչպես եղբայրը»։ Այդ խոսքերն այն ժամանակ անկեղծ էին թվում, ինչպես առավոտյան արևը։ Հիշողությունները փոթորքի պես խառնվեցին իրար, և ժամանակը թռավ առաջ, դեպի 1 տարի առաջվա այն ճակատագրական երեկոն։ Նրանց որդին, փոքրիկ Տիգրանը, ընդամենը 1 ամսական էր, և տունը լցված էր նորածնի քաղցր բույրով։ Լևոնը մտել էր ննջասենյակ, որտեղ Արմինեն օրորում էր երեխային, և նստել էր կողքին։ Նրա դեմքն այլևս այնքան անհոգ չէր։ Ընտանիքի հոր պատասխանատվության բեռը սկսել էր ծանրանալ նրա ուսերին։ «Արմին, պիտի խոսենք, էսպես չի լինի, գործ չկա, պարտքերը գլխներիս կույտ են դարձել», սկսել էր նա դժվարությամբ։ «Արամն ասում է Մոսկվայում լավ գործ կա, շինարարության վրա։ Մի տարի կգնամ, ոտքի կկանգնենք, տուն կառնենք, մեր տղային մարդու պես կմեծացնենք»։ Արմինեի սիրտը սառել էր։ «Մի տարի։ Լևոն, առանց քեզ ո՞նց։ Չէ, չեմ թողնի», նրա ձայնի մեջ վախ կար։ Բայց Լևոնը համառ էր, նրա մեջ խոսում էր հայ տղամարդու պարտքի զգացումը։ «Ջիգյարս, հասկացիր, տղամարդու պարտքն է իր ընտանիքը պահելը։ Ես չեմ կարող նայել, թե ոնց ենք հազիվ ծայրը ծայրին հասցնում։ Քո համար, մեր Տիգրանի համար եմ անում։ Աչքդ կբացես կփակես, կտեսնես հետ եմ եկել, գրպաններս լիքը»։ Նա գրկել էր լացող կնոջը և խոստումներ տվել, ամեն օր զանգել, ամեն շաբաթ փող ուղարկել, հավատարիմ մնալ։ Եվ Արմինեն, սիրտը կոտրված, համաձայնել էր, որովհետև հավատում էր նրան, հավատում էր իրենց սիրուն։ Այդ հիշողությունները, որոնք ժամանակին ջերմացնում էին նրա միայնակ գիշերները, այժմ դանակի պես խոցում էին սիրտը։ Յուրաքանչյուր խոստում դարձել էր սուտ, յուրաքանչյուր երդում դավաճանություն։ Նա կտրուկ շրջվեց դեպի սկեսուրը, և նրա հայացքում այլևս խնդրանք կամ թուլություն չկար, այլ միայն պողպատե որոշում։ Նա բավականը սպասել էր, բավական լացել էր, բավական հավատացել էր։ «Մայրիկ», նրա ձայնը հստակ էր ու անսասան, «ես տոմս եմ արել, վաղը Մոսկվա եմ թռչում»։ Մարիամի ձեռքի սուրճի բաժակը դողաց, և մի քանի կաթիլ թափվեց սփռոցին, ստեղծելով մուգ բիծ, որը կարծես խորհրդանշում էր այն սև լուրը, որը նրանց ընտանիքին սպասում էր ապագայում։ «Աստված իմ, ի՞նչ ես ասում, Բալա ջան, մենակով, երեխեն»։ Արմինեն վերջին անգամ նայեց հարսանեկան նկարին, կարծես հրաժեշտ տալով անցյալի իրեն, և պատասխանեց մի նախադասությամբ, որը փոխելու էր ամեն ինչ. «Երեխային քեզ հետ կթողնեմ։ Ես պիտի գնամ իմ ամուսնուն հետ բերեմ, կամ իմանամ, թե ում եմ կորցրել»։ Մարիամի համար Արմինեի խոսքերը հնչեցին որպես դատավճիռ։ Նա փորձեց ընդդիմանալ, բերել հազար ու մի պատճառաբանություն, սկսած հարևանների բամբասանքից, մինչև այն, որ ամոթ է, հայ կինը մենակ ճանապարհ չի ընկնում։ «Ախր ո՞նց կլինի, աղջիկ ջան, մի հատ մեծ մարդու հետ գնայիր»։ «Հորեղբոր տղուն Սուրենին հասեմ, քեզ հետ գա։ Ամոթ վա, մենակ կինը ուրիշ քաղաք»։ Նրա ձայնի մեջ հուսահատություն կար։ Սա ավանդույթների և նոր ժամանակների անխուսափելի բախումն էր։ Մարիամի աշխարհում կինը պետք է սպասեր, համբերեր, աղոթեր, բայց երբեք նախաձեռնությունը իր ձեռքը չվերցներ։ Սակայն Արմինեն արդեն անդառնալիորեն փոխվել էր։ 1 տարվա սպասումը քարացրել էր նրա սիրտը և կոտրել հնազանդության շղթաները։ «Մայրիկ ջան, խնդրում եմ, սա 21-րդ դարն է, ես իմ ամուսնու մոտ եմ գնում, ոչ թե զվարճանալու, ոչ ոք պետք չէ, ես պիտի ինքս հասկանամ ամեն ինչ»։ Նրա ձայնի վճռականությունը ստիպեց Մարիամին ժամանակավորապես նահանջել, բայց ոչ հանձնվել։ Նա անմիջապես սկսեց խնդիրը լուծել հայերենով, ներգրավելով ընտանիքի մյուս անդամներին։
Հաջորդ առավոտ, երբ Արմինեն հավաքում էր իր փոքրիկ ճամպրուկը, տունը լցվեց հարազատներով։ Լևոնի հորաքույրը Անահիտը, 60 տարեկան մի կին, ով իրեն համարում էր ընտանեկան հարցերի գլխավոր փորձագետը, եկել էր իր անգին խորհուրդներով։ «Դե ինչ ասեմ, աղջի ջան, ճիշտ ես անում, որ գնում ես։ Տղամարդուն առանց հսկողության թողնել չի կարելի, մանավանդ էդ Մոսկվեքում։ Լիքը շիկահեր, անամոթ կանայք կան, մարդու գլուխը պտտեցնում են», սկսեց նա, նստելով բազմոցին և ուշադիր զննելով Արմինեի հագուստը։ «Դու գնա, տեղ հասի, մի լավ խաշլամա եփի, տունը մաքրի, թող հասկանա հայ կնոջ տեղը ուրիշ ա։ Ու միանգամից հարցրու, փողերը ինչ է անում։ Մեր հարևան Սոնայի փեսան էլ էր Մոսկվա գնացել, հետո պարզվեց փողերը խաղատանն է թաղել»։ Յուրաքանչյուր խոսքը ավելի էր ծանրացնում Արմինեի բեռը։ Նա եկել էր ոչ թե որպես դատավոր կամ հսկիչ, այլ որպես սիրող կին, որը կորցնում էր իր ամուսնուն, բայց հարազատները նրան տեսնում էին որպես ընտանիքի պատիվը փրկելու գործիք։ Մարիամն էլ իր հերթին, փորձելով մեղմել իրավիճակը, առաջարկեց. «Լավ, գոնե թող հորաքույրդ Անահիտը գա քեզ հետ օդանավակայան գնա, մենակ չգնաս, աչքի առաջ լինես»։ Արմինեն հոգնած համաձայնեց, հասկանալով, որ սա փողզիջում է, որը նա պետք է անի ավելի մեծ դիմադրության չհանդիպելու համար։ Զվարթնոց օդանավակայանի սպասասրահը լի էր մարդկանցով, բայց Արմինեն իրեն անսահման մենակ էր զգում։ Հորաքույր Անահիտը չէր դադարում խոսել։ Նրա ձայնը անընդհատ զնգում էր Արմինեի ականջներում, խառնվելով թռիչքների մասին հայտարարություններին։ «Լսի, աղջի ջան, մի բան էլ ասեմ, ականջիդ օղ արա», ձայնը իջեցրեց նա մոտենալով Արմինեին։ «Եթե Աստված մի արասցե, մի բան էն չլինի, գլուխդ բարձր կպահես, դու մենակ չես, մենք բոլորս քո հետևին ենք։ Բայց ամեն ինչ արա, որ ընտանիքդ չքանդվի։ Խելոք կինը պիտի կարողանա ամուսնուն հետ բերել, նույնիսկ եթե նա սխալվել է, դա մեր կանանց ուժն է»։ Այդ խոսքերը վերջնականապես սահմանեցին այն դերը, որը նրա համար նախատեսել էր ընտանիքը՝ ներող, հասկացող, պահպանող։ Բայց ոչ ոք չէր հարցնում, թե ինքը Արմինեն ինչ էր զգում, ինչ էր ուզում։ Երբ հայտարարվեց նրա թռիչքի գրանցումը, նա վեր կացավ, գրկեց հորաքրոջը և առանց որևէ զգացմունք արտահայտելու գնաց դեպի անվտանգության ստուգման կետը։ Նա գնում էր ոչ թե անակնկալ անելու, ինչպես ասել էր մորը, այլ ճշմարտությունը գտնելու։ Եվ նրա սրտում մի սառը կանխազգացում կար, որ այն անակնկալը, որ իրեն սպասում էր Մոսկվայում, լինելու էր դաժան ու անդառնալի։ Նա միայնակ էր թռչում դեպի անհայտություն, իսկ նրա ուսերին ոչ միայն իր անձնական ցավներ, այլև մի ամբողջ գերդաստանի պատվի ու ակնկալիքների ծանրությունը։ Ինքնաթիռի սրահում նստած Արմինեն պատուհանից նայում էր ներքևում փոքրացող հայրենի հողին։ Նրա մտքերը սակայն Գյումրիում էին, այն քարե տանը, որտեղ մնացել էր նրա սրտի մի մասը, փոքրիկ Տիգրանը։ Նրա մեկնումից անմիջապես հետո տունը վերածվել էր մտահոգ կանանց խորհրդակցության կենտրոնի։ Մարիամը, չկարողանալով տեղում հանգիստ նստել, զանգահարել էր իր քրոջը Գայանեին և ցավը կիսել նրա հետ։ «Հա, Գայանե ջան, թռավ, ասում եմ մի գնա, ասում է չէ, սիրտս դողում է։ Հիմա հարևանները, որ իմանան, ինչ են ասելու, կասեն տեսակ, հարսը գնաց ամուսնու հետևից, ուրեմն մի բան կա, խայտառակություն»։ Մարիամի ձայնի մեջ ամոթի և վախի նոտաներ կային։ Նրա համար ընտանեկան պատիվը և հասարակական կարծիքը միահյուսված էին անքակտելի կապերով։ Գայանեի պատասխանը հեռախոսի մյուս կողմից լի էր կյանքի փորձով և մի փոքր ճակատագրապաշտությամբ։ «Դե հանգստացի, Մարիամ, ինչ արած, ժամանակներն են փոխվել։ Հիմիկվա աղջիկները էդպիսին են։ Գլխավորը Լևոնը մի անպատվաբեր բան արած չլինի, թե չէ մեր գերդաստանի անունը կընկնի»։ Մարդիկ ինչ կասեն արտահայտությունը դարձել էր նրանց խոսակցության առանցքը, և խնդիրը ոչ այնքան Լևոնի հնարավոր սխալն էր, որքան այն, որ այդ սխալը կարող էր հանրայնանալ Արմինեի չմտածված քայլի պատճառով։ Մարիամը նայեց գետնին խաղացող Տիգրանին, ով անմեղ ժպտում էր, անտեղյակ իր գլխին կուտակվող ամպերից։ Տատիկի սիրտը կծկվեց։ Նա տիրեն էր մեղավոր զգում։ Ախր ես եմ իրենց խորհուրդ տվել ամուսնանալ։ Ես եմ ասել Արմինեն լավ, հասկացող աղջիկ է։ Հիմա որ մի բան լինի, բոլորը ինձ են մեղադրելու, կասեն տեսակ, Մարիամը վատ հարս է բերել իր տուն, շարունակեց նա իր մտորումները քրոջ հետ։ Ընտանիքի ավագ սերնդի ճնշումը ոչ միայն ուղղված էր երիտասարդներին, այլև իրենց վրա էր ազդում, յուրաքանչյուր որոշման համար ստիպելով կրել պատասխանատվություն ողջ գերդաստանի առաջ։ Փոքրիկ Տիգրանը հանկարծ սկսեց լաց լինել, կարծես զգալով տան լարված մթնոլորտը։ Մարիամը վերցրեց նրան գիրքը, սեղմեց կրծքին և փորձեց հանգստացնել։ «Լաց մի լինի, տատի, սիրուն բալա, մամադ շուտով կգա, պապայի դել հետը կբերի, կգա»։ Վերջին բառը նրա շուրթերից դուրս եկավ որպես հուսահատ աղոթք, ոչ թե վստահ պնդում։ Նրա ձայնը կոտրվեց, և նա հասկացավ, որ իրավիճակը դուրս է եկել իր վերահսկողությունից։
Նրանք փորձում էին հին ավանդական մեթոդներով լուծել մի խնդիր, որի իրական մասշտաբների մասին պատկերացում անգամ չունեին։ Միևնույն ժամանակ, հազարավոր մետրեր բարձրության վրա Արմինեն բացեց իր պայուսակը և հանեց իրենց հարսանեկան փոքրիկ ալբոմը։ Նա թերթում էր էջերը, նայելով երջանիկ դեմքերին։ Յուրաքանչյուր լուսանկար մի քաղցր հիշողություն էր, որն այժմ դառնացել էր կասկածով։ Նրա մատները կանգ առան մի նկարի վրա, որտեղ ինքը, Լևոնը և Արամը կանգնած էին Գյումրու կենտրոնում, Վարդանանց հրապարակում։ Երկու ընկերները եղբայրների պես գրկել էին իրար, նրանց ծիծաղը անկեղծ ու վարակիչ։ Արմինեն մատով շոյեց Լևոնի դեմքը նկարում և փակեց աչքերը։ Աստված իմ, թող ամեն ինչ լավ լինի, թող այս ամենը իմ հիվանդ երևակայության արդյունքը լինի, թող իմ Լևոնը նույնը լինի։ Ես կներեմ ամեն ինչ, հոգնածությունը, անուշադրությունը, ամեն ինչ, միայն թե դավաճանություն չլինի, մեր պատիվը, մեր սերը։ Նա փորձում էր հավատալ, որ ամեն ինչ բացատրություն ունի, որ իրենց ընտանիքը դեռ կարելի է փրկել, բայց սրտի խորքում մի սառը ձայն շշնջում էր, որ նա թռչում է ոչ միայն դեպի Մոսկվա, այլև դեպի մի ճշմարտություն, որը կարող էր վերջնականապես կործանել ոչ միայն իրենց սերը, այլև երկու ընտանիքների պատիվը։ Ինքնաթիռը սկսեց վայրէջք կատարել, և ամպերի միջից երևացին օտար քաղաքի լույսերը, սառը, անտարբեր և լի անհայտ սպառնալիքներով։ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանը Արմինին դիմավորեց սառը անտարբերությամբ։ Նա դուրս եկավ ժամանման սրահ, իր փոքրիկ ճամպրուկը ձեռքին և կորավ բազմության մեջ։ Շուրջ բոլորը օտար դեմքեր էին, օտար խոսք։ Նա հանեց հեռախոսը և դողացող մատներով հավաքեց Լևոնի համարը։ Զանգը գնում էր, բայց ոչ ոք չէր պատասխանում։ Նա նորից զանգեց, հետո նորից։ Յուրաքանչյուր անպատասխան գուդոկը սառույցի կտորի պես ընկնում էր նրա սիրտը։ Վախը սկսեց պարուրել նրան։ Գրպանից հանելով մի թղթի կտոր, որի վրա գրված էր շինարարական օբյեկտի հասցեն, Լևոնի աշխատավայրը, նա մոտեցավ տաքսիների կայանատեղի։ Ճանապարհը երկար էր ու հոգնեցուցիչ։ Տաքսին նրան կանգնեցրեց մի հսկայական, կիսակառույց շենքի մոտ, որտեղ տիրում էր շինարարական աղբի ու ցեխի քաոսը։ Արմինեն իջավ մեքենայից և հուսահատ հայացքով շուրջը նայեց։ Այստեղ աշխատող բանվորներից ոչ ոք հայ չէր։ Նա մոտեցավ մի քանիսին, կոտրատած ռուսերենով հարցրեց Լևոնի մասին, բայց բոլորը միայն թափահարում էին գլուխները։ Այդ պահին նա հասկացավ, որ Լևոնն այստեղ չի աշխատում, և այս հասցեն ևս մի սուտ էր։ Հուսահատությունից նրա մտքին եկավ միակ փրկողակը։ Նա գտավ նրա համարը և զանգեց։ «Ալո», լսվեց Արամի կենսուրախ ձայնը։ «Արամ, բարև, Արմինեն է», ասաց նա, և հեռախոսի մյուս կողմում մի պահ լռություն տիրեց։ «Արմինե՞, ջան, ո՞նց ես, ինչ է պատահել»։ Արամի ձայնը միանգամից լարվեց։ «Ես Մոսկվայում եմ, Լևոնին չեմ գտնում, խնդրում եմ, ասա որտեղ է նա»։ «Մոսկվայում, բա ինչի չես զգուշացրել, սպասի, հիմա զբաղված եմ, կզանգեմ քիչ հետո»։ Արամի խուճապը ակնհայտ էր։ «Ոչ, Հիմա կասես։ Եթե չասես, ես կգնամ ոստիկանություն»։ Արմինեի ձայնը պողպատի պես սառն էր։ Երկար տանջալից լռությունից հետո Արամը կոտրված ձայնով թելադրեց մի հասցե՝ Մոսկվայի ամենահեռավոր, ամենաաղքատ թաղամասերից մեկում։ Ճանապարհը դեպի այդ թաղամաս կարծես տանում էր դեպի դժոխքի խորքերը։ Հին խարխուլ շենքի մուտքի դիմաց կանգնած Արմինեն վերջին ուժերը հավաքեց և բարձրացավ երրորդ հարկ։ Նա գտավ պետքական բնակարանի դուռը, որի վրայից ներքը թափված էր, և մի պահ կանգ առավ, խորը շունչ քաշելով։ Հետո թակեց։ Դուռը բացվեց, և շեմին հայտնվեց մի ռուս կին, մոտ 30 տարեկան, հասարակ, հոգնած դեմքով։ Նրա ձեռքին մոտ 1 տարեկան երեխա կար։ «Դա ՎԿԿ-մու»՝ հարցրեց կինը։ Արմինեն չկարողացավ խոսել։ Նա ուղղակի նայում էր կնոջը, հետո երեխային, և նրա աշխարհը սկսեց փլուզվել։ Այդ պահին սենյակի խորքից լսվեց մի ձայն, որը նա կճանաչեր հազարների միջից։ «Սվետը կտո տամ», ասաց Լևոնը և հայտնվեց միջանցքում, տնային հին շորերով։ Նա տեսավ Արմինեին։ Նրա դեմքը գունատվեց, աչքերը լայն բացվեցին սարսափից, և նա քարացավ տեղում։ Արմինեի ձեռքի ճամպրուկը դղրդյունով ընկավ գետնին։ Ամեն ինչ պարզ դարձավ։ Սա ավելի վատ էր, քան նրա ամենասարսափելի մղձավանջները։ «Լևոն», հազիվ լսելի շշնջաց նա։ Լևոնը մի քայլ արեց դեպի նա, բայց կանգ առավ, չիմանալով ինչ անել։ «Լյովա, էտը կտո», հարցրեց ռուս կինը շփոթված նայելով մեկ Լևոնին, մեկ Արմինեին։ Արմինեի ցավը վերածվեց զայրույթի։ «Սա էր քո ծանր աշխատանքը, սա էր մեր տղայի ապագան։ Դու մեզ դավաճանեցիր։
Արմինե, սպասիր, ամեն ինչ էնպես չի, ինչպես թվում է։ Ես կարող եմ բացատրել, վերջապես ձայնը գտավ Լևոնը։ Բացատրել։ Ինչ ես բացատրելու, որ նոր ընտանիք ես կազմել, հիստերիկ ծիծաղեց Արմինեն։ Հենց այդ պահին Լևոնը կոտրվեց։ Նա ընկավ ծնկների վրա Արմինեի առաջ, և նրա աչքերից արցունքներ հոսեցին։ Ներիր ինձ, ես թակարդում էի, Արամը մեզ կործանեց։ Արմինեն կանգ առավ, սա անսպասելի էր։ Ինչ Արամը, ինչ կապ ունի նա։ Լևոնը նայեց նրան տանջված հայացքով։ Նա գողացավ ամեն ինչ, մեր ամբողջ փողը, որ հավաքել էինք, իմ անձնագիրը։ Նա ինձ թողեց այս քաղաքում առանց մի լումայի, առանց փաստաթղթերի։ Ես չէի կարողանում հետ գալ, ես մնացել էի փողոցում, եթե Սվետան չլիներ։ Սա էր իրական շրջադարձը, ճշմարտությունը, որը շատ ավելի սարսափելի էր, քան պարզ դավաճանությունը։ Դա դավաճանություն էր, որը ծնվել էր մեկ այլ, ավելի դաժան դավաճանությունից, ընկերոջ, եղբոր դավաճանությունից։ Արմինեի աշխարհը շուռ եկավ երկրորդ անգամ նույն օրը, և նա հասկացավ, որ այս պատմության մեջ զոհերը շատ ավելին են, քան ինքն էր կարծում։ Լևոնի խոստովանությունից հետո սենյակում տիրող լռությունը ծանր էր ու խեղդող։ Սվետլանան, ով ամբողջությամբ չէր հասկանում հայերեն խոսակցությունը, բայց զգում էր դրա ողբերգականությունը, լուռ վերցրեց իր երեխային և գնաց մյուս սենյակ, նրանց մենակ թողնելով իրենց քանդված աշխարհի բեկորների հետ։ Արմինեի զայրույթը փոխարինվել էր սառը, դատարկ զգացողությամբ։ Նա նայում էր իր ծնկաչոք լացող ամուսնուն և չէր կարողանում ոչինչ զգալ, ոչ խղճահարություն, ոչ ներում։ Նրա մեջ ամեն ինչ սառել էր։ Լևոնը ընդհակումներով պատմեց ամեն ինչ մանրամասն, ինչպես էր Արամը շահել իր վստահությունը, ինչպես էր համոզել բոլոր խնայողությունները փոխանցել իր հաշվին, իբրև թե ավելի ապահով լինելու համար, և ինչպես էր մի օր անհետացել, իր հետ տանելով ոչ միայն փողը, այլև Լևոնի անձնագիրը։ Ես ամաչեցի զանգել Արմինը, ոնց ասեի, որ ինձ խաբել են, որ ես անօգնական եմ, ես գնացել էի ընտանիքս պահելու, ոչ թե բեռ դառնալու, նրա ձայնը խեղդվում էր արցունքներից։ Արմինեի համար այս պատմությունը փոխեց ամեն ինչ, նրա ամուսինը ոչ թե դավաճան էր, այլ զոհ, բայց միևնույն ժամանակ թույլ մարդ, ով չէր կարողացել պաշտպանել իր ընտանիքի ապագան։ Եվ այս նոր իրականությունը նրանց միջև կառուցեց մի անտեսանելի, բայց անանցանելի պատ։ Այդ գիշեր Արմինեն զանգահարեց Գյումրի, նա չէր կարող այլևս ստել կամ թաքցնել ճշմարտությունը։ Հեռախոսը վերցրեց Մարիամը, ում ձայնը լի էր անհանգիստ սպասումով։ Արմինեն առանց որևէ հուզականության, չոր ու կտրուկ պատմեց ամեն ինչ՝ Լևոնի նոր կնոջ, երեխայի և Արամի դավաճանության մասին։ Հեռախոսի մյուս կողմում երկար լռություն տիրեց, հետո լսվեց Մարիամի խեղդված հեկեկոցը։ Աստված իմ տղան, իմ անբախտ տղան, կրկնում էր նա անընդհատ։ Ընտանիքի արձագանքը կայծակնային էր։ Լուրը տարածվեց հարազատների մեջ ինչպես հրդեհ։ Ոմանք մեղադրում էին Լևոնին իր միամտության համար, մյուսները Արմինեին, որ չի կարողացել իր տղամարդուն պահել։ Բայց բոլորի զայրույթի գլխավոր թիրախը դարձավ Արամը։ Նրա անունը դարձավ անեծք, իսկ նրա արարքը դավաճանություն ոչ միայն ընկերոջ, այլև ողջ գերդաստանի դեմ։ Հարաբերությունները վերաիմաստավորվեցին մի քանի ժամվա ընթացքում։ Լևոնի հորեղբայրը, Սուրենը, ով մինչ այդ քննադատում էր Լևոնին, այժմ դարձավ նրա գլխավոր պաշտպանը, խոստանալով գտնել Արամին և պատասխան տվեցնել իր արածի համար։ Հորաքույր Անահիտը, որը Արմինեին խորհուրդ էր տալիս ներողամիտ լինել, այժմ պնդում էր, որ Արմինեն պետք է անմիջապես վերադառնա, իր անունը չխառնելու այս խայտառակությանը։ Այս քաոսի մեջ Արմինեի համար հայտնվեց անսպասելի դաշնակից։ Սվետլանան, ռուս կինը, ով ավելի շատ պատճառ ունել ատելու Արմինեին, մոտեցավ նրան, երբ նա նստած էր խոհանոցում, և նրա դիմաց դրեց մի բաժակ տաք թեյ։ Նա ռուսերենով պարզ բառերով ասաց. «Ես գիտեի, որ նա կին ունի, նա ինձ պատմել է, նա լավ մարդ է, պարզապես կյանքը նրան կոտրել է։ Ես նրան օգնել եմ, որովհետև ինձ էլ են ժամանակին օգնել։ Ես ոչինչ չեմ պահանջում, դուք պետք է որոշեք, թե ինչպես եք փրկելու նրան»։ Այս խոսքերը ցնցեցին Արմինեին։ Նա սպասում էր մրցակցության, ատելության, բայց գտավ հասկացողություն, կարեկցանք մի օտար կնոջ մոտ, ումից ամենաքիչն էր սպասում։ Այդ պահին նա հասկացավ, որ իր պայքարը միայն Լևոնի կամ իրենց ընտանիքի համար չէ, սա պայքար էր նաև արժանապատվության, ներման և մարդկային հարաբերությունների բարդ աշխարհում ճիշտ ճանապարհ գտնելու համար։ Նրա մեջ ծնվեց նոր սառը վճռականություն։ Նա այլևս զոհ չէր, նա պետք է գործեր։
Եվ նրա առաջին թիրախը լինելու էր ոչ թե իր թույլ ամուսինը, այլ այն մարդը, ով քանդել էր նրանց կյանքը, Արամը, նա պետք է գտներ նրան և ստիպեր պատասխան տալ ամեն ինչի համար։ Արմինեի մեջ քնած կինը մահացել էր, նրա տեղը զբաղեցրել էր մի մարտիկ, սառը դատողությամբ և պողպատե կամքով։ Նա այլևս չէր լալիս, չէր բողոքում, նա գործում էր։ Նրա առաջին քայլը եղավ Լևոնին իր ոտքերի վրա կանգնեցնելը։ «Դու այլևս զոհ չես», ասաց նա ամուսնուն, նայելով ուղիղ նրա աչքերի մեջ։ «Դու պարտական ես ինձ և քո որդուն։ Դու կգտնես ցանկացած աշխատանք, կվերականգնես քո փաստաթղթերը և կվերադարձնես այն, ինչ քեզնից գողացել են։ Ես քեզ կօգնեմ, բայց դու պետք է պայքարես»։ Լևոնը ոգեշնչված կնոջ անսպասելի ուժից կարծես արթնացավ երկարատև քնից։ Նրանց երկուսի միջև ծնվեց նոր դաշինք, ոչ թե սիրահարների, այլ զինակիցների դաշինք, որոնց միավորում էր ընդհանուր թշնամին և արդարությունը վերականգնելու ցանկությունը։ Նրանց առաջին նպատակը Արամին գտնելն էր։ Արմինեն, օգտագործելով սոցիալական ցանցերը և հայկական համայնքի իրենց սակավաթիվ ծանոթներին, սկսեց համառորեն փնտրել նրան։ Նա գիտեր, որ Արամը չէր կարող հեռու գնացած լինել։ Նա չափազանց ինքնավստահ էր և, հավանաբար, վայելում էր գողացված կյանքը հենց Մոսկվայում։ Միևնույն ժամանակ, Գյումրիում ընտանեկան խորհուրդը շարունակում էր իր աշխատանքը։ Լևոնի հորեղբայր Սուրենը, ով իրեն համարում էր ընտանիքի գլուխը, զանգահարեց Արմինեին և պահանջեց, որ նա անմիջապես վերադառնա Հայաստան։ «Այդտեղ քո տեղը չէ, աղջիկ ջան, դու պղծում ես մեր ընտանիքի անունը ապրելով այդ իրավիճակում։ Վերադարձիր, մենք այստեղից կլուծենք հարցերը։ Տղամարդկանց գործն է դա», նրա ձայնը խիստ էր ու անզիջում։ Սա ուղղակի բախում էր ավանդական հիերարխիայի հետ։ Բայց Արմինեն այլևս այն հնազանդ հարսը չէր։ «Հորեղբեր Սուրեն», պատասխանեց նա հանգիստ, բայց վստահ, «ես հարգում եմ ձեզ, բայց սա իմ ընտանիքն է, և իմ ամուսնու պատիվը նաև իմ պատիվն է։ Ես այստեղից չեմ գնա, քանի դեռ չեմ գտել Արամին և չեմ վերականգնել արդարությունը։ Եթե ուզում եք օգնել, օգնեք մեզ այստեղից, ոչ թե հրամաններ տվեք հեռվից»։ Հեռախոսի մյուս կողմում ցնցված լռություն տիրեց։ Ոչ ոք երբեք չէր համարձակվել այդպես խոսել Սուրենի հետ։ Արմինեն մարտահրավեր էր նետել ոչ միայն նրան, այլև դարերով ձևավորված պատկերացումներին։ Արդարության համար պայքարը նրանց տարավ Մոսկվայի հայաշատ թաղամասերից մեկում գտնվող մի սրճարան, որտեղ, ըստ լուրերի, հաճախ էր լինում Արամը։ Նրանք մտան ներս։ Սրճարանը լի էր ծխով և տղամարդկանց բարձր խոսակցությամբ։ Եվ այնտեղ, մի անկյունում, նստած էր Արամը, շրջապատված նոր ընկերներով, ծիծաղում էր և շռայլորեն փող էր ծախսում։ Նա տեսավ Լևոնին և Արմինեին։ Նրա դեմքից ժպիտը միանգամից անհետացավ։ Լևոնը, ում մեջ եռում էր վրեժի ծարավը, ուզեց անմիջապես հբրոսվել նրա վրա, բայց Արմինեն բռնեց նրա ձեռքը։ «Ոչ այստեղ», շշնջաց նա, «մենք ամեն ինչ կանենք օրենքով և մեր սկզբունքներով»։ Նա մոտեցավ Արամի սեղանին։ Բոլորը լռեցին և շրջվեցին դեպի նա։ Արմինեն նայեց ուղիղ Արամի աչքերի մեջ, և նրա ձայնը հստակ ու բարձր հնչեց սրճարանի լռության մեջ։ «Արամ, դու գողացար ոչ միայն մեր փողը, այլև մեր ապագան։ Դու դավաճանեցիր ոչ միայն քո ընկերոջը, այլև այն հողին, որի վրա ծնվել ես։ Մենք այստեղ ենք վերցնելու այն, ինչը մերն է, և հավատա, մենք դա կանենք»։ Նրա խոսքերը հարվածի պես էին։ Արամը գունատվեց, բայց փորձեց իրեն հանգիստ պահել։ «Ես քեզ չեմ ճանաչում», սուտ ասաց նա, բայց նրա դողացող ձեռքերը մատնում էին նրան։ Այդ պահին Արմինեն հասկացավ, որ նրանք հաղթելու են, ոչ թե ֆիզիկական ուժով, այլ ճշմարտության ուժով, որը նրանց կողմն էր։ Նրանք դուրս եկան սրճարանից, թողնելով Արամին իր վախի և խայտառակության մեջ։ Պայքարը նոր էր սկսվում, բայց նրանք արդեն շահել էին առաջին և ամենակարևոր ճակատամարտը՝ սեփական վախի դեմ։ Արմինեի և Լևոնի համատեղ ջանքերը տվեցին իրենց արդյունքը։ Նրանք գտան վկաների, ովքեր պատրաստ էին հաստատել, որ Արամը ապրում էր իր հնարավորություններից դուրս, և հավաքեցին բավարար ապացույցներ ոստիկանություն դիմելու համար։ Բայց Արմինեն ուզում էր վերջին անգամ հնարավորություն տալ Արամին խնդիրը լուծելու հայավարի, առանց օրենքի միջամտության, որը կարող էր ստվեր գցել երկու ընտանիքների վրա։ Նա կազմակերպեց հանդիպում մի չեզոք վայրում, հայկական եկեղեցու բակում։ Այնտեղ էին ինքը, Լևոնը, Արամը և Մոսկվայի հայ համայնքի մի քանի հարգված անդամներ, որոնց Արմինեն խնդրել էր ներկա գտնվել որպես դատավորներ։ Գագաթնակետը հասունացել էր։ Արամը, հասկանալով, որ ծուղակն ընկել է, սկզբում փորձեց ժխտել ամեն ինչ, բայց երբ Արմինեն սեղանին դրեց բանկային քաղվածքները և վկաների ցուցմունքները, նա կոտրվեց։ Ես պարտքեր ունեի, խոստովանեց նա։ Նրանք սպառնում էին ինձ, իմ ընտանիքին, ես այլ ելք չունեի։ Լևոնը, լսելով այս խոսքերը, չկարողացավ զսպել իրեն։
այլ ելք չունեիր, իսկ ինձ մոտ գալ ասել, որ օգնության կարիք ունես, չէիր կարող, ես աղբերս էի քեզ համարում, ես վերջին հացս քեզ հետ կկիսեի, իսկ դու իմ թիկունքին դանակ խրեցիր, նրա ձայնը լի էր ցավով և հիասթափությամբ։ Համայնքի ավագները լսեցին երկու կողմերին, նրանց դատավճիռը խիստ էր, բայց արդար։ Արամը պետք է 1 ամսվա ընթացքում վերադարձներ գողացված գումարի կեսը, իսկ մյուս կեսը պետք է աշխատեր և վճարեր 1 տարվա ընթացքում։ Բացի այդ, նա պետք է հրապարակավար ներողություն խնդրեր Լևոնից և նրա ընտանիքից։ Սա հայկական լուծում էր, ոչ թե պարզապես պատիժ, այլ հնարավորություն ուղղելու սխալը և վերականգնելու պատիվը։ Արամը գլուխը կախ ընդունեց պայմանները։ Արդարությունը հաղթանակել էր, բայց այդ հաղթանակը դառնահամ էր։ Այս իրադարձություններից հետո եկավ ամենադժվար պահը՝ ընտրությունը։ Լևոնը վերականգնել էր իր փաստաթղթերը, գտել էր աշխատանք և Արամը սկսել էր վճարել պարտքը։ Ճանապարհը դեպի Հայաստան բաց էր, բայց կար նաև Սվետլանան և նրա երեխան, ովքեր փրկել էին Լևոնին ամենադժվար պահին։ Մի երեկո, երբ նրանք երեքով նստած էին խոհանոցում, Արմինեն խախտեց լռությունը։ Նա դիմեց Լևոնին. «Դու պետք է որոշես, Լևոն, որտեղ է քո տունը և ով է քո ընտանիքը»։ Լևոնը նայեց Արմինեին, իր ուժեղ, անսասան կնոջը, ով անցավ կրակի ու ջրի միջով իրեն փրկելու համար։ Հետո նայեց Սվետլանային, ով նրան ցույց տվեց անշահախնդիր բարություն։ Նրա որոշումը ծնվեց ցավի, երախտագիտության և սիրո խառնուրդից։ «Իմ տունը այնտեղ է, որտեղ իմ կինն է և իմ որդին», ասաց նա, նայելով Արմինեին։ «Բայց ես երբեք չեմ մոռանա, թե ինչ ես արել ինձ համար, Սվետա։ Ես քեզ պարտական եմ իմ կյանքով։ Ես կշարունակեմ օգնել քեզ և քո երեխային, քանի դեռ ողջ եմ»։ Սա նոր ըմբռնում էր։ Ընտանիքը ոչ միայն արյունակցական կապն է, այլև պատասխանատվությունը նրանց հանդեպ, ովքեր քեզ ձեռք են մեկնել դժվար պահին։ Արմինեն ընդունեց այդ որոշումը։ Նա հասկացավ, որ իր ամուսինը փոխվել է, դարձել է ավելի իմաստուն և պատասխանատու։ Նրանց սերը վերածնվեց ոչ թե կրքի, այլ խորը հարգանքի և ընդհանուր փորձությունների վրա։ 1 տարի անց Գյումրու Քարետան բակում կրկին ուրախ ձայներ էին լսվում։ Փոքրիկ Տիգրանը, արդեն 2 տարեկան, վազվզում էր իր հոր Լևոնի հետևից։ Լևոնը վերադարձել էր։ Նա բացել էր փոքրիկ արհեստանոց և աշխատում էր իր հայրենիքում։ Արմինեն նրանց նայում էր պատշգամբից և ժպտում։ Նրանց ընտանիքը անցել էր դժոխքի միջով, բայց դուրս էր եկել ավելի ուժեղ և միասնական։ Նրանք սովորեցին, որ սերը ոչ միայն քաղցր խոսքերն են, այլև դժվար պահին իրար կողքի լինելը։ Նրանք հասկացան, որ պատիվը ոչ թե ուրիշների կարծիքն է, այլ քո սկզբունքներին հավատարիմ մնալու կարողությունը։ Միակողմանի տոմսը դեպի Մոսկվա շատ թանկ արժեցավ, բայց վերադարձի տոմսը, որը նրանք գնեցին միասին, անգին էր։ Ջան ընկերներ, սա մեր պատմության ավարտն էր։ Մենք փորձեցինք ձեզ ցույց տալ մի հայ ընտանիքի իրական, ոչ գունազարդված կյանքը։ Կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես կվարվեիք դուք Արմինեի կամ Լևոնի փոխարեն ձեր ընտանիքում։ Ինչ դասեր քաղեցիք այս պատմությունից։ Ձեր կարծիքը